Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 10-ից 12-ը մեկ հարկի տակ էին հավաքվել պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միավորելով գաղափարներ, փորձառություն եւ տեխնոլոգիական նորարարություններ։ Կայացավ Digitech 2025 միջազգային տեխնոլոգիական էքսպոն, որի շրջանակներում Հայաստանի, օտարերկրյա եւ միջազգային ընկերություններն ու կազմակերպությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բիզնեսն ու տեխնոլոգիական ձեռքբերումները։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության շարունակականությունն ու ընդգծել, որ նման հարթակները կարևոր դեր են խաղում նորարար միտքն ու բիզնեսը միավորելու, տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու եւ Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու գործում։ Ներկա էր նաեւ ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը շրջեց տաղավարներով, ծանոթացավ տեխնոլոգիական նորարարություններին։ Քանի որ Թումոն իր կրթական մյուս ուղղություններին զուգահեռ 13 հիմնական կրթական ուղղություններին զուգահեռ այս տարվանից հենց հոկտեմբերից ներդրել է նաև կրթական նոր ուղղություն, որն է Generative AI-ը, արհեստական բանականությունը։ Այդ իսկ պատճառով Digitech-ը ամենահարմար հարթակն էր առաջին այդ մասին պատմելու, հանրությանը ներկայացնելու։ Գաղտնիքն ինչումն է, որ փորձում ենք այս դարում, երբ արհեստական բանականությունը բոլոր ոլորտներ են մտել, նաև կրթություն, ստեղծենք այնպիսի կրթական ուղի, այնպիսի կրթական հարթակ, որտեղ երեխաներին սովորեն օգտվել AI-ից, արհեստական բանականության տարբեր թուլերից, ստեղծել նորերը, եթե չեն բավարարում իրենց արդեն եղածները, որպեսզի հասնեն իրենց գաղափարների իրագործմանը։ Հեռահաղորդակցության կապի օպերատոր LikeNet ընկերությունը ներկայացել էր ոլորտային տաղավարով, ցույց տալով օպտիկամանրաթելի կառուցվածքը։ Փորձեցինք հենց կոնկրետ ոլորտին վերաբերվող մարդկանց ցույց տալ սրանով, թե հիմքում կառուցվածքում ինտերնետը առհասարակ ոնց է ակետից բեկետ ինֆորմացիան ոնց է տեղափոխվում։ Գործընկեր ունենք խանութսրահ, անմիջականորեն կապ ունեցող, հիմնականում իրենց սարքավորումներն են եւ LikeNet-ի հենց բրենդային սարքավորումներն են, մեր բրենդով այն, որ օգտագործվում է, հա, Wi-Fi router, Smart TV box, անմիջական մեր ծառայությունների հետ կապ ունեցող, բայց նաեւ մենք համագործակցելով մեր գործընկերոջի հետ կարողանում ենք խելացի տուն, խելացի գրասենյակ, ցանկացած ինչ-որ մի հատ կառույց դարձնել խելացի։ Իջևանի իրական դպրոցը ներկայացնում էր սաների աշխատանքները՝ փայտամշակում, արվեստ, նկարչություն եւ նույնիսկ աթսների պատրաստում։ Իրական դպրոցում հնարավորություն ունեն երկրորդ տարուց արդեն աշխատել Հայաստանում IT առաջատար ընկերություններում, օրինակ դրանցից մեկը օրինակ բերեմ Microchip-ը, նաեւ մեր դպրոցը ունի իր հենց ինքն իր օպերացիոն համակարգը, որը հենց էլի իրականցիներն են պատրաստել, օրինակ եթե դուք օրինակ օգտագործում Linux, Mac, Windows, մենք ունենք մերը, որը կոչվում է Բագրևանդ, ու մինչև հիմա էլ ինքը զարգացման փուլում է, այսինքն որ թե բավարարվում ենք, այլ անդադ փորձում ենք մերը ստեղծենք, փոխենք, ստեղծագործենք։ Բիզնեսի ավտոմատացմամբ զբաղվող Մակիչյան Consulting ընկերությունը շուրջ 11 տարի է ինչ շուկայում է, ունի 4 պրոդուկտ՝ SMS հաղորդակցությունների համար նախատեսված համակարգ, հիվանդանոցների ավտոմատացման եւ խոշոր եւ մեծ բիզնեսների ավտոմատացման եւ պահեստի կառավարման համակարգ։ SMS-ների ավտոմատացման համակարգը իրենից ենթադրում է վեբ ծրագիր, որը որ ինտեգրվում է ցանկացած լոկալ սոֆթին, վերցնում է կլիենտների տվյալները եւ ցանկացած տրամաբանությամբ ձեր սահմանած շաբլոնի համապատասխան ավտոմատ հարմարություններ է իրականացնում եւ ուղարկում է SMS հաղորդագրություններ։ Հոսպիթը մեր բժշկական հաստատությունների ավտոմատացման ծրագիրն է, որը այս պահին սպասարկում է մասշտաբով երևի թե երկրորդ ու երրորդ ամենախոշոր հիվանդանոցները։ Ինքը էլեկտրոնային քարտերի վարման, դեղորայքի նշանակման, ծառայությունների նշանակման ու այդ ամեն ինչը ոնց որ ավելի պրոֆիլակտիկ ու ավելի արագ ձևակերպելու համար նախատեսված հարթակ է։ Թուղթը աղբ չէ նախագծի հեղինակ Լիլիթ Մանասյանը 4 տարի է ինչ իրականացնում է նախագիծը, որի շրջանակում հավաքում է թղթե թափոն համագործակցելով Թափոն.am-ի հետ։ 4000 կիլոգրամ թուղթ այդպես հավաքել ենք, թղթե թափոնի դիմաց ստանում ենք ծառեր, որոնք տնկում ենք համայնքում ու գրքեր, որոնք նվիրում ենք գրադարանին։ Լիլիթը ստեղծել է նաև խելացի աղբի տուփ մոդելը, որի շնորհիվ համակարգը սենսորի միջոցով հասկանում է աղբը թուղթ է թե ոչ եւ միայն թղթի դեպքում թույլ է տալիս, որ այն ընկնի տուփի մեջ։ Վերջերս մասնակցել եմ միջազգային բակալավրիատի կողմից անցկացվող մրցույթի Global Youth Action Fund-ին ու $2500 եմ հավաքել նախագծի բարելավման համար։ Այս գումարով բարելավելու եմ նախագիծը, նաև մոդելն եմ բարելավելու եւ արդեն վերջնական տարբերակները տարբեր լոկացիաներում տեղադրելու եմ եւ բոլորը կարող են օգտագործել։